Մարմնամարզության աշխարհի առաջնությունում երկու արծաթ, որոնք ունեն ոսկու արժեք։ Արդեն տևական ժամանակ սուղ պայմաններով Հայաստանի հավաքականը ոտք է գցում աշխարհի ուժեղագույնների հետ, գրանցելով նաև բացառիկ արդյունքներ։ Ակնկալում էի մեդալներ, ճիշտն ասած, ոչ թե մեդալ, այլ մեդալներ, թե ինչ կլներ, դա արդեն մրցումները կերևար։ Արդյունքը բավականին լավ էր, ափսոս էր, որտեղ նույն գնահատականով Մամիկոնը երկրորդ տեղը, այդ էր ափսոս, կարայինք աշխարհի չեմպիոն դառնային գանք, շատ ափսոս էր Մանուկյան Համլետը։ Համլետը շատ ուժեղ պոտենցիալ ունի, վստահ եմ, մեր երիտասարդների մեջ շատ ուրախ եմ։ Այսուհանդերձ նժույգ թափերում մենք մեդալ ունեցանք։ 18-ամյա Մամիկոն Խաչատրյանը մեծահասակների աշխարհի իր առաջին առաջնությունում ավելի քան 170 մարզիկների պայքարում գրավեց երկրորդ տեղը, թեպետս մարզիչների նա պետք է լիներ ոսկե մեդալակիր։ Լարվածությունը մեծ էր, պատասխանատվությունը մեծ էր, մրցակցությունը էլ ավելի ուժեղ էր, բայց լավ էինք պատրաստվել աշխարհի առաջնությանը ու փորձեցինք մեր մաքսիմալը ներդնել, որ լավ արդյունքների հասնենք ու այդ լավ արդյունքը որ մեր մարզիչները կարևորը մեզանից գոլ լինեն։ Թե մեդալ կլիներ չլինի, արդեն այդ կարևոր չէր, կարևոր ընկեր Հակոբը, ընկեր Հայկը, ընկեր Արտակը մեզանից գոլ լինեին։ Արթուր Դավթյանը հենացածքի վարժությունում գործադրեց հնարավորությունների առավելագույնն ու ստացավ վարժության ամենաբարձր գնահատականը։ Ոսկու համար չբավարարեց վարժության բարդությունը։ Ես իմ հատկը արել եմ ամենալավ ձևով, Եվրոպայի առաջնության էլ կարելի ասել այս ձև է արել, երկուսն էլ եկել է կանգնել է քալ չի արել, բայց այս անգամ աշխարհի առաջնությանը ավելի լավ արեցի, ավելի մաքուր կատարեցի։ Ամարժիչներն են գոհ, ես էլ եմ գոհ իմ արդյունքից։ Մարզիչը նշում է, որ Համլետ Մանուկյանի վրիպումը չի հուսալքում։ Մեծ հաղթանակները նաև պարտություններից հետո են, իսկ առջևում արդեն վարկանիշային մրցաշարերն են։ Գլխավոր նպատակն օլիմպիական խաղերում թիմային ուղեգիր նվաճելն է։ Արամ Մանուկյան, Էպիկենտրոն։